Ներքին գործերի նախարար Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում կատարված աշխատանքները։ Կարևորվել է, որ Հայաստանը գնահատվել է որպես առաջանցիկ փուլում գտնվող երկիր փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, միգրացիայի եւ ապաստանի ոլորտներում։ Մատնանշվել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիտարկումը, ըստ որի Եվրոպական միություն Հայաստանի Հանրապետություն վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը կարևոր նշանակություն ունի թե Հայաստանի, թե Եվրոպական միության համար։ Համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ակնկալվող արդյունքի։ Քննարկվել են նաև առանձին ուղղություններով կատարվելիք աշխատանքները, որոնց շրջանակում կողմերը կարևորել են սահմանված հենանիշների լիարժեք իրականացումն ու գործընթացի հետևողական առաջխաղացումը։ Կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու պատրաստակամությունը։ Մայիսի 19-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Քննարկվել են սահմանային անցակետերում իգեյթ համակարգի ներդրման հնարավորությունների, տեխնիկական եւ գործառնական բաղադրիչների վերաբերյալ հարցեր։ Ընդգծվել է, որ իգեյթ համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները։ Նշվել է, որ համակարգը հնարավորություն կտա ավտոմատ իրականացնել կենսաչափական նույնականացում։ Անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար կարևոր են տվյալների մշակման, ռիսկերի գնահատման եւ կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։ Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում ստացված հիմնավոր տեղեկությունների հիման վրա Երևան քաղաքի քննչական վարչության հետ համագործակցությամբ դատարանի որոշմամբ խոզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։ Հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղա նման զանգված, սպիտակ հետքերով կոլբա, ինչպես նաեւ մորֆին, մարիխուանա եւ շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ ու շոկոյով լցված կաթուցիչ եւ որսորդական հրացաններ։ Կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է։ Մայիսի 19-ին ժամը 14-ի սահմաններում Կոտայքի մարզի Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս նկատել են սահմանափակ պատասխանատվության մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման եւ վերամշակման կետ։ Ապօյինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել եւ համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաեւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։ Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է 1 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ BMW մակնիշի մեքենայի վարորդը մայիսի 15-ի ուշ երեկոյան բացահայտ անարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ եւ վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, դրիֆտ է կատարել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։ Մայիսի 19-ի առավոտյան կարգազանց վարորդը ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Պարզվեց նաեւ, որ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենան վարել է, չունենալով վարորդական իրավունքի վկայական։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Ղարաբաղից տեղահանված անձ, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպիսի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով
գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Մեկ-մեկ-2 բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայն տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։